Դերասան Լևոն Մկրտչյանի քրոջ Անժելիկայի դուրսգրման արարողությունից հետո առաջին անգամ սոցիալական հարթակներում տարածվել է նրանց ընտանիքի համատեղ լուսանկարը։ Նկարում Անժելիկան է, նրա ամուսինը ՔՊ պատգամավոր Էդգար Հակոբյանը, 3 որդիները և նորածին դուստրը Սոֆիան։ Star News-ն արդեն ներկայացրել էր փոքրիկի դուրսգրման արարողությունը։ Նշենք, որ Լևոնի քույրը, ով արդեն 3 որդի ունի, այս անգամ աղջկա մայրիկ է դարձել։ Star News-ը սիրով շնորհավորում է գեղեցիկ ընտանիքին։ Փոքրիկին անվանակոչել են Սոֆիա։ Տղաները մեծ ոգևորությամբ են դիմավորել մայրիկին, նվիրելով ծաղկեփնջեր, լցնելով հիշարժան օրը հուզմունքով և ուրախությամբ։ Կադրերում երևում է նաև Լևոնի մայրիկը, ով ևս ներկա է գտնվել աղջկա դուրսգրման արարողությանը։ Իսկ արդեն հիվանդանոցից դուրս ընտանիքին սպասում էր գեղեցիկ ձևավորված անկյուն՝ շեշտադրված վարդագույն փուչիկներով, արջուկներով և Սոֆիա անունով տորթով։ Առաջարկում ենք դիտել այս ջերմ և բարությամբ լեցուն հոլովակն առանց մեկնաբանության։ Հատկանշական է նաև նշել, որ Լևոն Մկրտչյանի և սիրելիի Էվելինա Ստեփանյանի հարսանյաց արարողությունից հետո, երբ տեսանյութեր տարածվեցին համացանցում, սկսվեցին քննարկումներ դերասանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի միջև հնարավոր ազգակցական կապի մասին, որից հետո Star News-ը ներկայացրեց, որ Լևոն Մկրտչյանի քույրը Անժելիկան ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է։ Հետևաբար Աննա Հակոբյանը, նրա եղբայրը Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև Աշոտ և Մարիամ Փաշինյանները Լևոնի հարսանիքին եղել են որպես խնամի կողմ։ Թիվ թվաբանություն հաղորդմանը հյուրընկալվել էր Վերջին զանգը սերիալի դերասան Լևոն Մկրտչյանը։ Star News-ը հետևեց եթերին։ Զրույցի ընթացքում Լևոնը ուրախալի լուր հայտնեց։ Քույրս 3 տղա զավակ ունի, հիմա սպասում է 4-րդին, 4-րդ անգամ պիտի քեռի դառնամ։ Դերասանը պատմեց նաև մայրիկի մասին։ Մայրս ռուս է, 90-ականներին է եկել Հայաստան ու սովետի ժամանակ ադապտացումը հեշտ է եղել։
Շատ լավ ընդունել են, սիրում է Հայաստանը և չի պատկերացնում իրեն ուրիշ տեղ ապրելուց։ Հայերեն չի խոսում, իր հետ ռուսերեն ենք խոսում, բայց որ հայերեն էլ խոսում ենք, ինչ-որ բաներ հասկանում է։ Լևոն Մկրտչյանը իր նորաստեղծ ընտանիքում օգնում է կնոջը և որոշ չափով կիսում է կենցաղը, քանի որ Էվելինայի գրաֆիկը ևս ծանրաբեռնված է։ Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. «Մի բան հետ էր պահում, ներքին զգացողություն, չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի ժամանակահատված ա եղել հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել էդ ոլորտի, էդ մասնագիտության մարդկանց հետ մի վայրում։ Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը, խանդում է արդյոք Էվան։ Իմ դեպքում նորմալ ա, մի քանի հանգամանք ա նպաստում չխանդելուն, ես առհասարակ խանդոտ չեմ։ Եվ ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ։ Երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում ա, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև այսօր չի նայել, որովհետև խանդում ա»։ Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով ասաց. «Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը միանշանակ, գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչը վերաբերվում ա իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում էդ մարդուն, որ իրա կողքով անցնում ա։ Որպես տղամարդ նայում եմ, եթե ինքը իմ կնոջ կողքին ա, իմ թշնամին ա։ Զույգի համար կարևոր կետ էր ունենալ տուն, նոր ամուսնանալ, ինչու են այդքան կարևորում առանձին ապրելը։ Լևոնի համար, երբ ընտանիքը կազմավորվում է, տղայի և աղջկա միջև խանգարող ոչինչ չպիտի լինի։ Ես պիտի նկատեմ օրինակի համար փոշիկ ա և ասեմ Էվ կախի չես մաքրել։ Մամաս չասի և իրանց մեջ կռիվ լինի։ Ինքը կարա համով բան չսարքի ու ես չուզենամ ուտեմ։ Եվ դրանից իմ մաման չպետք ա նեղվի։ Էվան խոսեց իր և Լևոնի մայրիկի հարաբերություններից։ Ինքը բացառիկ մարդ ա, իմ ընկերն ա։ Ազգությամբ հայ չի և ունի այլ մտածելակերպ։ Առաջին մարդկանցից ա եղել, որ ասել ա պետք է մենակ ապրենք։ Ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով պատրաստ էի ապրել իրենց տանը։ Ինձ համար պրինցիպիալ չի եղել այդ թեման, բայց առաջին հերթին Լևոնի մաման ասել ա չէ։ Հետաքրքիրն այն է, որ մինչև ամուսնությունը շատերին թվում էր, թե Լևոնի երկրպագուները ժամանակի ընթացքում կսառչեն։ Սակայն պատահեց ճիշտ հակառակը։ Նույնիսկ այսօր էլ նրա հետևորդների մի զգալի մաս շարունակում է ակտիվորեն հետևել զույգի հրապարակումներին, չթաքցնելով իրենց կարծիքները նրանց հարաբերությունների մասին։ Շատ մեկնաբանություններում կարելի է նկատել, որ որոշ օգտատերեր զույգին անհամապատասխան են համարում, նշելով, թե Լևոնի կողքին ավելի շատ կցանկանային տեսնել սերիալի խաղընկերուհուն՝ Ռոզային։ Այնուամենայնիվ, այս տեսակետները երբեք չեն խանգարել Լևոնին և Էվելինային վայելել իրենց ընտանեկան կյանքը, ապացուցելով, որ էկրանը և իրական կյանքը երկու տարբեր աշխարհներ են։